2026 թվականին անցկացվող COP17 համաժողովին Հայաստանը հյուրընկալելու է շուրջ 50 երկրների ղեկավարների։ Հայաստանում այդ օրերին տեղի կունենա ոչ միայն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, այլ նաև Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Factor TV-ի հետ զրույցում նշել է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Արդեն մյուս տարեսկզբին Նիկոլ Փաշինյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի անունից պաշտոնական հրավերներ կուղվեն երկրների եւ կառավարությունների ղեկավարներին մայիսի 4-ին Երևանում մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Պաշտոնական հրավեր կստանան նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները, հավելել է Կոստանյանը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսի Հայաստան այցի մասին լուրերին, փոխնախարարն ասել է, այս պահին այցի մասին դեռևս վաղ է խոսել։ Միաժամանակ հույս է հայտնել, որ հաջորդ տարի Հայաստանում կհյուրընկալենք ԱՄՆ-ից բարձրաստիճան տարբեր պատվիրակությունների։ Ռուսաստանը հետևում է Վաշինգտոնում հայտարարված Թրամփի ուղի հայ-ամերիկյան նախաձեռնության շուրջ զարգացումներին, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կապիրկինը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը կհստակեցվի, երբ նախաձեռնությունը ստանա կոնկրետ բովանդակություն, ընդգծելով, որ այն կարող է ազդել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վրա, քանի որ հանրապետության տարածքով ապրանքների անցումը կարգավորվում է նաև ԵՏՄ օրենսդրությամբ։ Ռուսաստանցի պաշտոնյան ընդգծել է Մոսկվան կողմ է Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, բայց այդ գործընթացները պետք է հիմնված լինեն կողմ պայմանավորվածությունների վրա եւ հաշվի առնեն տարածաշրջանի շահագրգիռ երկրների շահերը։ Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը 2 հոդվածի մասով կդադարեցվի, հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ Ըստ նրա, քննչական կոմիտեին որոշումը կայացվել է մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։ Հեցի Վարդաշեն ենթակայանից բաշխվող էլեկտրաէներգիայի ավելի քան 2 օր տևած խափանման պատճառները պարզելու համար 2 հանձնաժողով է ձևավորվել, հայտնել է ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը։ Նա այս պահին չի նշել, թե որն է նման խոշոր վթարի պատճառը, հավելելով, որ պատճառների վերհանումից հետո հստակ գործողություններ կհետևեն, կամ պատժիչ միջոցներ, կամ նոր համակարգ կներդրվի։ Դեկտեմբերի 27-ի կեսգիշերին մոտ հրդեհ բռնկվել Երևանին ու Բարաշենի խճուղուց դեպի Երևան ու Թանգարան տանող ավտոճանապարհին էլեկտրական ենթակայանի տարածքում հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր հոսանքազրկվել էին։ Էրեբունի վարչական շրջանում 2 օր հոսանք չկար։ Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը հունվարի 1-ից կդադարեցվի։ Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը հայտնում է, որ տրանսպորտային քարտը հնարավոր կլինի ձեռք բերել կայարանների վճարահաշվարկային տերմինալներից, թելսել սպասարկման կետերից։ Անցյալ տարի քաղաքապետարանը հայտնել էր, որ ամբողջությամբ հրաժարվելու են ժետոններից եւ անցնելու են վճարման էլեկտրոնային համակարգի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ ներկա համաձայնագրում 2 հարց մնում է չլուծված, դրանցից մեկը տարածքի խնդիրն է։ Զելենսկին ասել է, որ առաջարկել է Դոնբասում, որը Ռուսաստանը ցանկանում է ամբողջությամբ բռնակցել, ազատ տնտեսական գոտի ստեղծել։ Այդ դեպքում Ուկրաինան կհեռանա որոշակի կիլոմետրեր, Ռուսաստանը նույնպես։ Ուկրաինայի նախագահը միաժամանակ ընդգծել է, որ այդ հարցը պետք է հանրաքվեի դրվի, քանի որ ուկրաինացիները չեն ընդունի ուկրաինական բանակի պարզ դուրսբերումը Դոնբասի տարածքից։ Բելարուսի եւ Ռուսաստանի հետ Լիտվայի սահմանին գտնվող կամուրջները նախապատրաստում են պայթուցիկ նյութերի տեղադրման։ Զինվորականները Լիտվայի ազգային ռադիոհեռուստատեսությանը հայտնել են, որ աշխատանքները Ռուսաստանի եւ Բելարուսի հետ սահմանների երկայնքով Բալթյան պաշտպանական գծի ստեղծման նախապատրաստական աշխատանքների մասն են։ Նշվում է, որ կամուրջներն ու դեպի դրանք տանող ճանապարհներն ընտրվում են, հաշվի առնելով բնական խոչընդոտների դիրքը եւ դրանց ռազմավարական նշանակությունը Լիտվայի պաշտպանական համակարգի համար։ Հաղորդվում է նաեւ, որ սահմանի մերձակայքում ստեղծվել են հակատանկային եւ այլ արգելափակոցների պահման մի քանի տասնյակ կետեր։